Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խնդրեմ Վարդանյան, երկու Այսինքն հարցերն եկան, բաներ ասեցիք, էլ չասած մեր գործընկերների կողմից պնդումները, որոնք ելույթի են ավելի շատ նման ոչ թե հարցերի։ Պարոն Վարդանյան, սկսեմ։ Առաջինը, կարող եք մատնանշել որևէ երկիր, որի գործող իշխանությունը ընդունում է, որ իր երկրում կան քաղաք բանտարկյալներ։ Որևէ երկիր։ Եվ հետևաբար տրամաբանականը չէ, որ մենք չենք ակնկալում, որ դուք, որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը, որպես կառավարության ղեկավար, պետք է ընդունի, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կան քաղաք բանտարկյալներ։ Այսինքն այդքան միամիտ չենք մենք, որ չէ, մտածենք դուք ընդունում եք դա, եւ ոչ էլ մտածում ենք, որ լուսային աստվածային ինչ-որ մի հատ լույս իջնի ձեր հոգիներին եւ խղճի վրա, եւ որպեսզի դուք բարձրաձայնեք դրա մասին։ Բայց սա հնարավորություն է, դուք անդադ մատնանշում եք արդյոք լսումների համար է թե ոչ։ Իսկ ձեր կարծիքով երկրորդ հարցը ընդդիմության գործիքակազմի օգտագործումը, հա, օրինակ կանոնակարգորեն ամրագրում է, ասում է լսում կարող ես կազմակերպել որևէ հարց վերաբերյալ եւ եթե դրա վերաբերյալ կա համապատասխան նախագիծ։ Այսինքն հիմա երբ որ դուք այդ հարցը տալիս եք, ուզում եմ հասկանալ տրամաբանությունը ո՞րն է այդ հարցի։ Այո, բարձրաձայնելու, լսումներ կազմակերպելու, անցկացնելու, այդում նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին եւ այլ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հրավիրելու եւ ինչու ոչ, երեք էլ նաեւ պաշտոնապես հրավիրել են գլխավոր դատախազին։ Ձեր կարծիքով դա վատ բան է, երբ որ կանոնակարգի շրջանակներում ընդդիմությունը իր գործիքակազմն օգտագործում, կիրառում։ Երրորդ հարցը, այ դուք խմբերի մասով խոսելիս ասացիք, որ արդյոք կա որևէ խումբ կամ անձանց շրջանակ, որոնք պետք է ինդուլգենցիա ունենան, չենթարկվեն կամ անձեռնմխելիություն ունենան, չենթարկվեն պատասխանատվության։ Իսկ ձեզ շատ է հայտնի, օրինակ, այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպիսին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, կամ քաղաքական ուժերն են, կամ հասարակական բարեգործական կազմակերպություններն ու ներկայացուցիչներն են, որոնք հանրության մոտ հեղինակություն ունեն։ Ձեր կարծիքով քաղաքական հետապնդումը ինչ ձևով կիրականացվի։ Մենակ չասեք այն մի դրվագը, որ ասում եք Փաստորեն, եթե ժողովրդավարենք, դրա համար ընդդիմությունը կարողանում է նախագիծ ներկայացնել եւ քննարկման առարկա դառնալ։ Այսինքն ձեր պատկերացմամբ բռնաճնշումը, բռնատիրությունը պետք է արգելի անգամ օրենքով, սահմանադրությամբ երաշխավորված այս նվազագույն իրավունքն էլ իրացնելու հարցում։ Չորրորդ հարցը անդադ դուք վկայակոչում եք նախկինում քաղբանտարկյալների արկայությունը թվում նաև միջազգային կառույցների կողմից գնահատված, ինձնից լավ գիտեք եւ այստեղ նստածների շատերը լավ գիտեն, նախկինում միջազգային կառույցների վերաբերմունքը տվյալ ժամանակահատվածում օրվա իշխանությունների հետ կապված հարաբերություններում եւ ներկայումս։ Եվ դա կապված չէ բացառապես Հայաստանում ներքին ժողովրդավարության հարցերի հետ, դա պայմանավորված է արտաքին հարաբերություններում այս կամ այն կենտրոնների իրավունքներն իրացնելու համար։ Հիմա իմ հարցը այս մասով հետևյալն է. իսկ ձեր համար կարևոր նշանակություն ունի օրինակ տեղական իրավունքների պաշտպանության կազմակերպությունների գնահատականները։ Ասենք օրինակ տեղական հասարակական կազմակերպություն կա մարդու իրավունքների պաշտպանության, որը գնահատել է, որ քաղաքական բանտարկյալներ են։ Օրինակ կարևոր է ձեր համար դա, թե չէ։ Երրորդ սրա շրջանակներում մեկ հարց էր, ԵԽԽՎ վերջին զեկույցի, ԵԽԽՎ-ն չէր, որն էր, որ վերջին զեկույցի շրջանակներում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի վերաբերյալ տվել է գնահատական։ Եվ դուք էլ Վենետիկն էլ առանձին, եւ դուք էլ, այո, որպես Վենետիկի հանձնաժողովի անդամ, տվել է, որ օրինակ կոնկրետ օրինակով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված դատական ակտը
հենց տպավորություն է ստեղծում նրա քաղաքական գործունեությունը արգելելու կամ սահմանափակելու համար։ Սա էլ ձեր ասած մատնանշած միջազգայինն է։ Ինչ հետևություն դրանից։ Եվ ամենավերջին հարցը ակնհայտ է, որ ամսի 26-ին, նոյեմբերի 26-ին լսումների ժամանակ, եթե իհարկե գլխավոր դատախազը գա, շատ ավելի լավ կլինի, որտեղ բազմաթիվ էստեղ բարձրացված հարցեր, նաև այդ ընթացքում այդ ամբիոնից պիտի պատասխաններ ստանան։ Խտրական մոտեցումների հետ կապված, կոնվենցիոնալ իրավունքների խախտումների հետ կապված, ակնհայտ, անհամաչափ խափանման միջոցների հետ կապված, դուք որպես պետերավական հարցերի հանձնաժողովի նախագահ կհորդորեք գլխավոր դատախազին, որ մասնակցի եւ այս հարցերին պատասխանի։ Ի վերջո լսումները, խորհրդարանական լսումները կարևոր հարթակ են, որպես նաեւ լայն հանրությունը ուղիղ եթերով նաեւ հետևի այս դիսկուրսին։ Եվ նաև միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Ես խնդրեի, որպես դուք այս բանը օգտագործելով այդ հորդորն անեիք, եթե պատրաստ եք։ Եվ մի բան էլ օրինակ էլ բերեմ, դուք խնդրում եմ ասեք, այստեղ համաչափություն տեսնում եք, թե չէ։ Բազմաթիվ անձինք, այդում նաև Վարդան Ղուկասյանը, որին անընդհատ փորձում եք բան բերել, որպես կաշառքի գործով, հա։ Քան իշխանության ներկայացուցիչ կա, համայնքի ղեկավար, որը որ կաշառքով անցնում է, կաշառքի գործով, եւ այսօր գտնվում է կալանքի տակ։ Քան իշխանության ներկայացուցիչ համայնքի ղեկավար կա։ Խնդրում եմ ասեք, եւ այդ դեպքում դուք ասեք, կա խտրական Դիանա Գասպարյանը, որ համայնքի ղեկավար էր, որ հրաժարական տվեց, այդ հիմքով հրաժարական տրվեց։ Այսինքն դուք հիմա գլխի վրա շուռ եք տալիս, ասում եք, չէ, դրա փաստերն ուրիշ են, սան ուրիշ է։ Կամ ձեր կարծիքով, պարոն Վարդանյան, վերջին հարցը ասեմ, որտեղ շատ եղան հարցերը։ Այո, վերջին հարցը ասեմ։ Դուք շատ լավ գիտեք 1900 բանաձևի եւ առհասարակ միջազգային կառույցների տեսակետից հանցագործությունների ենթադրյալ այնպիսի անվանումներ, որոնք այս կառույցներին թույլ չեն տալիս մոտենալ այդպիսի հարցերին։ Արդյոք ձեր մոտ չկա ողջամիտ կասկած այն մասին, որ մեր իրավապահ մարմինները հատուկ ընտրում են հենց այդ հոդվածները, որոնք որևէ տրամաբանական կապ կարող են նույնիսկ չունենան գործողությունների հետ կամ անձանց վարքագծի հետ, բայց նրանց կպցնեն սենց եւ այդ կպցնելու շրջանակներում զերծ պահել միջազգային կառույցների ներգրավելուց։ Օրինակ նույն ահաբեկչության հոդվածը։ Հա? Բոլորին հայտնի է, որ միջազգայինները այս հոդվածի ներքո կոպիտ եմ ասում, ներողություն, հուշտ են ելնում մոտենալ այդ գործերին։ Բայց երբ որ նայում ես գործի տակը, ընդհանրապես առնչություն չկա այդ հոդվածով նախատեսված հանցավոր գործողությունների հետ։ Արդյոք ձեր մոտ այդ տպավորությունը չկա, որ հատուկ ընտրվում են այնպիսի հոդվածներ, որոնք որ նաև զերծ պահի կառույցներին կամ անկախ դիտորդներին մուտք գործելու կամ ներգրավելու այդ հարցի շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, 10 հարց ձևակերպեցիք, փորձեմ 10-ն անդրադառնամ։ Տեսեք, ոչ մի պետություն չի ընդունում, որին ունի քաղբանտարկյալներ, միանշանակ։ Եվ դրա համար քաղբանտարկյալ հասկացությունը ձևավորվել է միջազգային կառույցի կողմից, որը իրենից ներկայացնում է միջպետական համագործակցության պրոդուկտ, որը գնահատական է տալիս եւ անաչառության որոշակի տոկոս ապահովելով, ասում է, դուք ունեք երկրում խնդիր քաղբանտարկյալների հետ, դուք քաղբանտարկյալների հետ խնդիր չունեք։ Հիմա պարոն Մինասյան, որևիցե մի կազմակերպություն, որը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կան քաղբանտարկյալներ, միջազգային հեղինակավոր կառույց, ես չեմ տեսել։ Եթե դուք ունեք համապատասխան դրոններ, ներկայացրեք, որտեղ նշված է, որ այս անձին քաղբանտարկյալներ են, մեկ։ Հիմա իհարկե ես ոչ միայն դեմ չեմ, որ դուք օգտվեք ձեր գործիքակազմից, ես նույնիսկ ողջունում եմ, որ ընդդիմությունը օգտագործում է իր գործիքակազմը ամբողջ ծավալով եւ լսումները դրա լավագույն ապացույցն են։ Իմ հարցադրումը շատ ավելի հստակ եւ այս հարցադրումը ՀԱԶԺ-ի բոլոր անդամներին է։
Արդյոք անհրաժեշտ է խմբակցությանը դնել ծանր դրության մեջ, պահանջել, որ վերջինս ունենա քննարկող նախագիծ հանձնաժողովում կամ ազգային ժողովում, որպեսզի հնարավորություն ունենա կազմակերպել լսումներ։ Թե այդուհանդերձ խմբակցությանը պարզապես պետք է տրվի նման իրավունք որոշակի ժամկետային սահմանափակման բոլոր խմբակցություններին հավասար պայմաններում, որպեսզի գիտեք լսումները հրատապարծա, բայց կարիք չկա անպատասխան նախագիծ ներկայացնելու։ Իմ խնդիրը դրա մեջ է։ Այս տեսեք 26-ին պետք է անցկացվեն լսումներ, օքեյ, առանց սրա էլ պետք է հնարավորություն ունենայիք այդ լսումները անցկացնեիք։ Սա է իմ մոտեցումը այսպեսին է։ Այո, դու կարող եք բերել եւ օրենքի նախագիծ եւ հայտարարության նախագիծ եւ այլն, որոնք ուզում եք քննարկել լսումների ընթացքում եւ ընդունել դա հանձնաժողովում կամ ազգային ժողովում։ Բայց որպես կանոն մենք իրար անկեղծ պետք է լինենք, էլի։ Այս հայտարարությունները գալիս են ոչ թե որպես վերջնանպատակ, այլ որպես առիթ իրավական հեմք լսումները կազմակերպելու համար։ Սա իմ համար մենակ այս նախագիծը չէ, ընդհանուր լսումների տեսանկյունից պրոբլեմատիկ է։ Ես կողմ եմ նրան, որպեսզի խմբակցությունները ունենան հավասար հնարավորություններ առանց չարաշահման հնարավորության կազմակերպել լսումներ իրենց նախընտրած թեմաներով, իրենց կողմից հրավիրված անձանց շրջանակների հետ, որպեսզի մենք այս հարցը կարողանանք փակենք։ Այստեղ ես մի բան պետք է ասեմ, գոնե այս հարցում մեզ չի կարող մեղադրել, որտեղ այս ձևակերպումները շատ ավելի վաղ է ընդունվել, քան մենք դարձել ենք ազգային ժողովի պատգամավորներ։ Հիմա ինդուլգենցիայի վերաբերյալ Պարմենեսյան, ես իհարկե գնահատում եմ եւ ինտելիգենցիայի դերակատարությունը եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու դերակատարությունը եւ կարևոր գործառույթները մեր ինքնության պահպանման գործում։ Բայց կներեք էլի որևիցե մեկին, այդ թվում հայ առաքելական եկեղեցու սպասավորներին չի թույլատրվում խախտել օրենքը։ Շատ ավելի անկեղծ պետք է ասեմ, նաեւ չի կարելի հոգեորական զգեստի ներքո մտնել քաղաքական գործընթացների մեջ։ Չկա։ Ոչ թե արգելվում է օրենքով, այլ չի կարելի, որովհետև պարոն Մինասյան, տեսեք, երբ որ ես տեսնում եմ օրինակ Վազգեն Գալստանյաններ, չէ՞, եթե ես տեսնում եմ սովորական, քաղաքացիական կոստյումով մարդու, Վազգեն Գալստանյանի, դա մի վերաբերմունք է։ Երբ որ մարդը գալիս է եկեղեցական զգեստով, ամենայն հարգանքով իմ մոտ այլ վերաբերմունք է դրսևորվում, ձևավորվում։ Եվ կներեք, երբ որ անձը հագնում է եկեղեցական զգեստ, ապա պետք է ծառայի հոգևոր ոտին, ոչ թե ընդգրկվի քաղաքական գործընթացների մեջ։ Որովհետև դա որոշակի խնդիր է առաջացնում։ Օրինակ ես չեմ կարող քննադատել եկեղեցու սպասավորին, բայց ես կարող եմ եւ պարտավոր եմ քննադատել քաղաքական գործին։ Եվ կներեք, այս գործընթացը քաղաքականացնել եկեղեցու առնվազն ինձանից չի սկսել։ Բայց ընդունում ենք, որ որևիցե եկեղեցական որևիցե անձ չի կարող ավելի վեր գտնվել, քան օրենքն է։ Պարոն Մինասյան, տեսեք, այսքան քննադատում է արդարադատության համակարգը Հայաստանի Հանրապետությունում։ Էլի պետք է ասեմ, էլի նեղանալու ենք, բայց պետք է ասեմ, 7 տարի է, 6.5 տարի արդեն խորհրդարանում եմ ես, մի անգամ, 4 տարի ես գումարում վերցնենք, 4 տարի, 4 տարվա ընթացքում դատական իշխանության որևիցե մարմնի ձևավորմանը դուք չեք մասնակցել։ Չեք մասնակցել։ Մի անգամ, մի դեպքում։ Հիմա արդյոք դուք իրավունք ունեք բարձրացնել այս հարցերը։ Գայիք դեմ խոսայիք, դեմ քվեարկեիք, ձեր կարծիքը արտահայտեիք, վերհանեիք փաստեր, որոնք անհամատեղել էին այս կամ այն անձի նշանակման հետ։ Զրոյական, գրեթե զրոյական մասնակցություն քվեարկություններին։ Բայց դատական իշխանությունը վատն է։ Այստեղ պարոն Մինասյան, տրամաբանական հակասություն եմ հայտնաբերել, պետք է իրար հետ վերլուծենք։ 19:00 բանաձևն է վկայակոչված Տիկին Վարդանյանի կողմից զեկուցվող նախագծում։ Եվ ասում է, ամբողջությամբ այս չափանիշներին բավարարում է եւ այլն։ Դուք ասում եք, միջազգային կառույցների դիրքորոշումն է փոխվել Հայաստանի նկատմամբ, որովհետեւ
այլ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, նախկինում սենց շահեր են սպասարկել այդ կառույցները։ Հիմա սենց շահեր են սպասարկում։ Եվ քանի որ առաջ Հայաստանը այս շահերի այս հատվածում իրան քննադատում էին, հիմա այս շահերի հատվածում իրան չեն քննադատում։ Բանաձևը մեկն է, բայց այդքան կեղտոտ ու անհասկանալի ու տարբեր քաղաքական կենտրոններ սպասարկող բանաձևը։ Ինչ է բանաձևը ընդհանրապես վկայակոչը։ Որն է պատճառը։ Քաղաքացիական գնահատականները։ Իհարկե միանշանակ ներքին քաղաքացիություն եւս պետք է գնահատականներ տա։ Բայց քաղաքացիական ցանկացած ինստիտուտ աֆիլացված է միջազգային որևիցե իրավապաշտպան կառույցի հետ, որին կարող փոխանցի այդ դատողությունները, պահանջի, որ իրավապաշտպան միջազգային կառույցը զուտ հեղինակություն հաղորդելու համար արտացոլի դիրքորոշում համապատասխան զեկույցում։ Տենց էլ մի հատ զեկույց, տենց մի հատ հասարակական կազմակերպություն չտեսանք։ Դες մի հատ զեկույց միջազգային չտեսանք դրա վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովն անդրադարձակ եւ Չալաբյանի գործին պետք է ասեմ հետեւյալը, տեսեք, Վենետիկի հանձնաժողովը հայտնել է իր դիրքորոշումը, այդ դիրքորոշումը ուղարկվել է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը որպես խորհրդատվական եզրակացություն դրա հիման վրա պետք է կայացնի որոշում։ Հիմա գլխավոր դատախազը պետք է գա եւ մասնակցի լսումներին թե ոչ։ Կներեք, դա գլխավոր դատախազի իրավունքն է։ Միակ բանը, որ ես պետք է ասեմ, չէ, շատ անկեղծ, որտեղ վերջի լսումներին մասնակցել, մարտի 1-ով մասնակցել է։ Եթե մարտի 1-ով մասնակցել է, իդեպ բան միասնակ այդ մարտի 1-ով քիչ մասնակցեցիք, այնց հետաքրքիր գայիք, ասեիք։ Օրինակ ես այդ ընթացքում քննադատել եմ նաեւ մարտի 1-ի այս կողմին մասնավորապես այն մարդուն, որ այդ օրը կորավ, ասեց ինձ չեն թողում եւ կորավ։ Հիմա դուք էլ գայիք ասեիք, մենք էլ, օրինակ ես հիշում եմ դրանից հետո երջանկայի հիշատակ Վան Հովհաննիսյանի հարցազրույցը։ Գայիք ասեիք, ես եք հիշեի, դուք մի բան կասեիք, գայիք էլ ասեիք։ Հիմա գլխավոր դատախազը պետք է գա թե չէ։ Վերջինիս իրավունքն է, միակ բանը էս, որ պետք է հորդորեմ գլխավոր դատախազին, ցանկացած սուբյեկտին, որևիցե գործի վերաբերյալ, որը գտնվում է թե գլխավոր դատախազության տիրույթում, թե դատարանում, մենք չպետք է կարծիք հայտենք խորհրդարանում, որովհետև դա կարող է որոշակի առումով կաշկանդի դատական իշխանությանը։ Ես ինչա։ Հա, եւ վերջի հարցը։ Արդյոք իշխանությունը ընտրում է այնպիսի հանցագործություններ, որոնք իրենց բնույթով կարող են խոչընդոտել, այսինքն փակել կամ արգելափակել միջազգային կառույցների կողմից դրանց անդրադառնալը, օրինակ կոռուպցիան, օրինակ ահաբեկչությունը, օրինակ, չգիտեմ էլ ինչ ասեմ, տրաֆիկինգը եւ այլն, կամ օտարերկրյա միջամտությունը որպես այդպեսին ու Արմենիան դուք իրոք անկեղծ հավատում եք, օրինակ ավտորիտար երկրները այս նույն հոդվածները չեն կիրառում, այն նույն հոդվածներն են կիրառում, բայց շատ արագ հասնում է միջազգային կազմակերպություններին, միջազգային կառույցներին, եւ նրանք ասում են Ժորժ ջան, հա, փորձ է կատարում ձևակերպել սա որպես ահաբեկություն, բայց սա ահաբեկության հետ որևիցե ընդհանրություն չունի։ Հակառակ դեպքում մենք չենք, ես չեմ ուզում անուններ տամ հիմա, բայց օրինակ տարբեր քաղաքական գործիչներ կան, որոնք այսօր գտնվում են տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկներում եւ այդ անձանց վերաբերյալ կա հստակ դիրքորոշում վերջինս քաղաքական բանտարկյալները ինչքան էլ տվյալ պետություն չասե այս սուբյեկտները ահաբեկիչներ են կամ այս սուբյեկտները չգիտեմ տրաֆիկինգով են զբաղվել կամ թմրանյութերով են զբաղվել կամ կոռուպցիայով են զբաղվել բայց մենք պետք է ունենանք հետեւյալը մենք պետք է ունենանք անաչառ կառույց որը դրանց կանդրադառնա Այսքանը Վարդան Մինասյան հնարավորինս 10 հարցեր 10 հարցին պատասխանեցի